ձեզ։ Մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես սաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղ ժամանում է Հայաստան։ Նախնական տեղեկությունները այն են, որ համատեղ հայտարարությունով են հանդես գալու Միրզոյանը ստորագրել փաստաթղթեր։ Ինչու է Հայաստան գալիս Մարկո Ռուբիոն եւ երբ խոսում են այս իշխանությունները հիբրիդային պատերազմի մասին։ Արդյոք սա ուղիղ հիբրիդային պատերազմ չէ Միացյալ Նահանգների եւ հավաքական, այսպես ասենք, արևմուտքի կողմից։ Խնդրեմ։ Գիտեք, հիմա ինչ կասեմ, կապ չունի հայ-ամերիկյան հարաբերությունների հետ, որտեղ ակնհայտորեն վստահ եմ, որ Ռուբիոյի այցը չի նպաստելու Հայաստան-Ամերիկա հարաբերությունների զարգացմանը։ Ռուբիոն Հայաստան գալիս են նույն պատճառով, ինչի համար Հայաստան եկան Եվրոպական համայնքի շուրջ 40 պետությունների ղեկավարներ, նրանց հիմնական առաքելությունը Նիկոլ Փաշինյանի PR-ին նպաստելն է, ակնհայտորեն, սա նույնիսկ հիբրիդային պատերազմ չի, ավելի ուղիղ ասենք, ուղիղ միջամտություն, հա, ինքնիշխան երկրի ներքին գործերին, որովհետև եթե օրինակ Մոսկվայից մենք չենք լսել որևէ հայտարարություն, որը կվկայեր, որ Ռուսաստանի իշխանությունը այստեղ ունի նախապատվություններ, մենք առնվազն ես հիմա կարող եմ վկայակոչել Ֆիդանի հայտարարությունը, Վենսի հայտարարությունը, Մակրոնի հայտարարությունը, վաղ է շարքին կավելանա նաև Ռուբիոն, սա հենց այն է, ինչից մենք զգուշացնում ենք արևմտյան շահագրգիռ կենտրոնների ջանքերով եւ Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետի։ Մի խոսքով, եթե շատ հստակ ձևակերպենք, Ռուբիոն գալիս է Փաշինյանին աջակցելու, Փաշինյանի փրկելու։ Եթե մի քիչ ավելի կատակի տանք, Ռուբիոյի այցի հետևանքով Փաշինյանը գուցե չհայտնվի Ծառուկյանի ворծ առույցների վանդակում, բայց ընդհանրապես երաշխավորված չի, որ նա կփրկվի։